Ապրիլի 13-ին ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը։ Տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է ազգային ժողովում լրագրողների զրույցում այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա նաեւ հավելել է, որ սահմանին Ադրբեջանի զորքերի կուտակումներ այս պահին չկան, եթե նման խնդիր ծագի, բնականաբար պաշտպանության նախարարությունն անվտանգային կազմակերպչական միջոցառումներ կիրականացնի։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Լյուքսեմբուրգում Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածության մասին եւ նշել, որ շատ անհանգստացած է սահմանին լարվածության աճով։ Նա հույս է հայտնել, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել եւ զսպել այդ լարվածությունը։ Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալված բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, ասել է նախարարը։ Անտալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի Facebook-ի էջից։ Արտաքին գործերի նախարարն Անտալիայում հանդիպել է հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։ Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։ Նախարարն ընդգծել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը եւ Հայաստանի դիրքորոշումը ստորագրելու այն։ Գյումրի համայնքի ընտրություններում մեր քաղաքը դաշինքի ցուցակը գլխավորող ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանը ավականու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով։ Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած է ճանաչել, այսպիսով Մարտուն Գրիգորյանն ավականու անդամության ինքնաբացարկ է հայտնել։ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ եւ բնակարանների վաճառքով զբաղվող երկու ընկերություն 50 եւ 100% բաժնեմասերի սեփականատերերը այդ ընկերությունների տնօրենի հետ նախնական համաձայնությամբ 2020-ից 24 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու եւ այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով դիտավորությամբ թաքցրել են նշված ընկերությունների իրական եկամուտները։ Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Ընկերությունների սեփականատերերն ընդունել են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու փաստը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը 1.662.000 ԱՄՆ դոլարին համարժեք 650 միլիոն դրամը։ Նախաքննությունն ընթացքի մեջ է։ Սուրբ Զատկին նախորդող շաբաթը կոչվում է ավակ։ Այս շաբաթ կարող են 3 անգամ Սուրբ հաղորդություն ստանալ ավակ 5 առավոտյան, ավակ շաբաթ երեկոյան եւ կիրակի։ Մեծ պահքից դուրս ենք գալիս կամ շաբաթ երեկոյան կամ կիրակի առավոտյան։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի 3 մասնակից, այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի գործող չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Իզաբելա Յալյանը։ Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն անդրադարձել է Թուրքիային, նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան շարունակական սպառնալիք է ներկայացնում ու ըստ այդմ հունական ուժերը պատրաստ են գործողությունների անցնել հաշված րոպեների ընթացքում։ Խուպիսը մասնավորապես նշել է, եթե Թուրքիայից հարձակում լինի, մեր զինված ուժերը պատրաստ են եւ իզորու են 5 րոպեում հակահարված տալ։ Խուպիսի այս հայտարարությունը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել եւ մեկնաբանվել որպես սկանդալային խոսքեր եւ լկտի սպառնալիք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Թրամփը նաև կրկնել է այն թեզը, որ Ուկրաինայում պատերազմը չէր սկսվի, եթե ինքը մնար նախագահ։ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի շուրջ խորհրդակցությունների ֆոնին հույս է հայտնել հարցը արագ լուծել։ Ամերիկյան կողմը ցանկանում է փոխել միջնորդների միջոցով անցկացվող բանակցությունների ձևաչափը, դրանք դարձնելով ուղղակի։ Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում ավարտել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որը երկու երկրները կառուցողական են որակել եւ հաստատել, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա քննարկումների երկրորդ փուլը։ Բանակցությունները դիտվում են որպես կարևոր առաջին քայլ պարզելու, թե արդյոք կարելի է գործարք կատարել։ BBC-ն նշում է, որ Իրանի գլխավոր բանակցող արտգործնախարար Աբբաս Արաղչիի բնութագրումը բանակցությունների վերաբերյալ դրական է եղել եւ հավելում, որ բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունը նույնպես նշել է, որ քննարկումները շատ դրական ու կառուցողական են եղել։